Ողջույն, ես Ստեփանավանից Էրիկ Գեղինյանն եմ, ցանկանում եմ խոսել Կունգուրցևի գործի մասին, մասնավորապես Վանաձոր քաղաքում տեղի ունեցած Դավիթ Հովակիմյանին սպանելու դեպքի առթիվ ակնհայտ անմեղանց Կարեն Կունգուրցևը 3.5 տարի ժամանակով ակնհայտ ապօրինի պահվել է կալանքի տակ, այնուհետև դատանում արդարացվել է։ Նշեմ, որ այդ զարհուրելի սպանության իրական կատարողին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Լոռու մարզի դատախազությունը Լոռու մարզի քննչական վարչության նախկին քննիչ ներկայումս Վանաձոր քաղաքի դատանի դատավոր Տարոն Թաթևոսյանը այդ սպանության կատարումը դիտավորալ վերագրել էին ակնհայտ անմեղանց Կարեն Կունգուրցևին, դատական պրակտիկայում աննախադեպ երևույթ է, որ նույն մեղադրանքով նույն անձը արդարացվում է 2 անգամ եւ Կարեն Կունգուրցևը այս մեղադրանքում արդարացվել է 2 անգամ։ Կարեն Կունգուրցևին արդարացրել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանի նախագահ Պարկեշտ եւ պատվախնդիր դատավոր Մուշեղ Հարությունյանը, մինչեւ արդարացվել է Կարեն Կունգուրցևը իր չկատարած սպանության համար 3.5 տարի ժամանակով ակնհայտ ապօրինի պահվել է կալանքի տակ եւ արդարացվելուց հետո Կարեն Կունգուրցևը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը եւ որպես իրեն անօրինական պատճառված վնասի փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետբյուջեից հօգուտ Կարեն Կունգուրցևի բռնագանձվել է 11 միլիոն դրամ։ Արդարացի կլիներ, որ Կունգուրցևին փոխհատուցված այդ 11 միլիոն դրամը բռնագանձվեր Կունգուրցևի գլխին այդ շինծու քրեական գործը սարքած նախկին քննիչ Տարոն Թաթևոսյանից եւ Կունգուրցևին ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահած մի խումբ պաշտոնատար անձանցից։ Հավելեմ նաև, որ Դավիթ Հովակիմյանին սառնասրտորեն սպանել է Վանաձորի նախկին պաշտոնյաներից մեկի Պտե Մականունով Արտակ Բաղդասարյանի հղթացած որդին Արթուր Բաղդասարյանը։ Դավիթ Հովակիմյանին սառնասրտորեն սպանելուց հետո Արթուր Բաղդասարյանը իր ընկերների հետ միասին վերադարձել է դեպքի վայր եւ դեպքի վայրից հափշտակել է իրեղեն ապացույց հանդիսացող սպանության գործիք դանակը։ Միջդեռ հետագայում Արթուր Բաղդասարյանն իր այդ քայլը պատճառաբանել է, որ իբր թե ինքը սպանությունից հետո դեպքի վայր է վերադարձել իր կորած բջջային հեռախոսը փնտրելու նպատակով, որը ողջամտորեն արժանահավատ չէ եւ անտրամաբանական է։ Դավիթ Հովակիմյանի սպանության հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։ Էրիկ Գեղինյանս դիմում եմ հասցեագրել դատախազությանը, պահանջելով հիշալ քրեական վարույթի շրջանակներում ինձ հարցաքննել որպես վկա, քանի որ ես ցանկանում եմ մերկացնող ցուցմունք տալ այդ սպանության դեպքը կոծկած նախկին քննիչ ներկայումս դատավոր Տարոն Թաթևոսյանի եւ մյուս պաշտոնատար անձանց դեմ, մինչդեռ քննիչը հրաժարվում է այդ քրեական վարույթով ինձ հարցաքննել որպես վկա։ Եթե պաշտոնյաներն այս կյանքում պատասխան չտան իրենց կողմից այս սպանության դեպքը թաքցնելու եւ անմեղ Կարեն Կունգուրցևին 3.5 տարի ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու համար, ապա Աստծո ահեղ դատաստանի ժամանակ սպանության դեպք թաքցրած բոլոր այդ հանցագործ պաշտոնյաները պատասխան կտան Աստծո ահեղ դատաստանի ժամանակ։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Ցավալին այն է, որ այդ սպանության դեպքը թաքցրած պաշտոնատար անձինք ոչ միայն քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, այլև մինչ օրս շարունակում են պաշտոնավարել։